Տևական դադարից հետո Նաիրի հրատարակչությունը վերադառնում է իր կարևոր թարգմանական նախագծերից մեկին՝ ժամանակակից ֆրանսիական արձակն ու պոեզիան ներկայացնող մատենաշարներին, որոնց մեկնարկը տրվել է դեռ 2011-12 թվականներին։ Այժմ Նաիրին հայ ընթերցողի գնահատմանն է ներկայացնում ժամանակակից ֆրանսիական գրականության ամենահետաքրքիր հեղինակներից մեկի Գոնկուրյան մրցանակակիր Ժան Էշնոզի Դաշնամուրի առջև գիրքը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ։ Այս հեղինակի ընտրությունը, թարգմանիչը եւ հրատարակչությունը կատարել էին դեռ 10 տարի առաջ, նույն մատենաշարով հրատարակելով Էշնոզի 14 վեպը։ Այժմ վերադառնալով ոճական խաղարկումների մեծ վարպետին, թարգմանիչն ու մատենաշարի պատասխանատուն ընտրել է մի վեպ, որ ըստ էության մարդու ստեղծագործող անհատի դիմազրկման եւ օտարման պատմություն է։ Ինձ համար վեպը առաջին հերթին արվեստագետի մենության մասին է։ Մենակ արվեստագետի հայացքից ծնվող յուրօրինակ մի ֆանտազիա էքսպրոմտ, որը ի վերջո վերածվում է արվեստագետի նկատմամբ հասարակության եւ որքան էլ որ զարմանալի չէ նախախնամության ձեռնարկած հաշվեհարդարի բեմականացմանը։ Երկի լուսանցքներում շատ նուրբ հարցեր են իսկապես աստիճանաբար որոշակի անում ընթերցողի համար։ Օրինակ մարդու եւ նրա հասարակական կարգավիճակի, նրա հասարակական դերի պայմանականությունը, մարդու իրական ինքնության եւ նրա հասարակական դիրքի միջև բացվող վիհի օրինակ մասին խորհրդածությունը։ 2003-ին հրատարակված Դաշնամուրի առջև վեպը կարճ ժամանակում ընթերցողական մեծ լսարան նվաճեց եւ դուրս չմնաց քննադատների հետաքրքրության շրջանակից։ Տաղանդավոր դաշնակահար Մաքս Դելմարն անակնկալ բացահայտում է, որ ինքն այլևս իր հաջողության ստրուկն է, բայց անկարող է որևէ բան փոխել իր կյանքում։ Նրա տարօրինակ հանդերձյալ կյանքը Էշնոզը հմտորեն օգտագործում է կյանքի ու մահվան, դժոխքի մասին միանգամայն նոր ընկալումներ թելադրելու համար, որոնք թարգմանչի նուրբ ճաշակի ու վարպետության շնորհիվ մեծ վայելք են խոստանում ընթերցողին։ Վեպը բացառիկ խորհրդավորություն ունի եւ ինքը այդ խորհրդավորությունը հայերենի իր բացառիկ այդպես նրբագեղությամբ կարողացել է հաղորդել։ Վեպը ինձ համար յուրահատուկ է նրանով, ոնց որ խորհրդավորություն հաղորդելու եւ ծիսակարգի մասնակցելու հրավեր է անում ընթերցողին, որը նաև համաշխարհային գրականության բազմակի հղումներ ունի եւ ընթերցողական հաճույքի հրավառության մեջ է քաշում։ Անդրադառնալով թարգմանական դժվարություններին, Շուշանիկ Թամրազյանը փաստում է, Էշնոզը խիստ կմահաճ հեղինակ է, որի գրականության առանձնահատկությունները թարգմանչից մեծ վարպետություն են պահանջում։ Նա երբեմն իր մի վեպի շրջանակներում կարող է վիպական տարբեր կոդեր օգտագործել։ Օրինակ, ինչպես այս վեպում մղձավանջային ֆանտաստիկ պատումից անցնում է արկածային, այսպես գրվածքին, արկածային վեպի սրընթաց ռիթմով է գրված ողջ վեպը եւ միաժամանակ վարկյան անգամ սկսած երկրորդ մասից, որտեղ մենք տեղափոխվել ենք հանդերձյալ կյանք, պատումը չի դադարում լինել մղձավանջային, բայց այդ մղձավանջը այնքան սրընթաց է եւ արկածային, որ շատ կարևոր է այստեղ թարգմանչի նուրբ լսողությունը, որպեսզի մղձավանջը չդառնա չափազանց չափից դուրս ճնշող եւ պաթետիկ։ Իսկ Նաիրի ֆրանսիական մատենաշարի հաջորդ գրքով թարգմանիչն ու մատենաշարի պատասխանատուն դարձյալ կվերադառնա Իվ Բոնֆուային, որը մշտական ներկայություն է նրա ստեղծագործական կյանքում։ Նունե Ալեքսանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։